Այսօր մենք խոսելու ենք շատ ակտուալ մի թեմայի մասին, այն է մարդկանցից հուզական կախվածությունը եւ թունավոր հարաբերությունները։ Ինչու ակտուալ թեմա, որովհետեւ շատ հաճախ նմանատիպ խնդիրների չկանխարգելումը հետագայում կարող է բերել շատ ավելի բարդ հետևանքների։ Միասին եկեք բարձենք նախ ինչ է հուզական կախվածությունը մարդկանցից, հարաբերություններ, որտեղ մի անձի տրամադրությունը, հոգեբանական կայունությունը եւ առհասարակ հոգեբանական գոյատևումը պայմանավորված է մեկ այլ անձով, դա խոսում է մարդկանցից ունեցած հուզական կախվածության մասին։ Թունավոր հարաբերությունները դրանք հարաբերությունների մեջ այն ցիկլն են, այն կրկնվող շղթան է, որի դեպքում անձի մոտ արդեն կա ձևավորված վարք եւ դրա արդյունքում շատ հաճախ կողմերից որևէ մեկը կամ անգամ երկուսը կարող են զուգընկերոջ մեջ կորցնել իրենց սեփական ինքնությունը։ Որպեսզի կարողանանք հստակ տարբերակել ինչ ասել է հուզական կախվածություն, ինչ ասել է առողջ կապվածություն, ինչ ասել է իրական սեր, այսօրվա հաղորդումը կարծում եմ շատ ու շատ նմանատիպ բանաձևեր կտային բոլոր մարդկանց, ովքեր կկարողանան հետագայում շատ ավելի ճիշտ կողմնորոշվել եւ եթե գտնվում են նմանատիպ հարաբերությունների մեջ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ընթացքի համար։ Եթե ինձ մշտապես տանջում են հետևյալ հարցերը, որ ես առանց իրեն գոյություն ունենալ չեմ կարող։ Եթե ես ամեն օր արթնանում եմ հետևյալ հարցով, արդյոք ինձ այսօր սիրում է թե ոչ։ Եթե ես անընդհատ տառապում եմ մոլուցքով, որ ամեն ինչ պիտի անեմ այդ հարաբերությունները պահպանելու համար, ուրեմն սա խոսում է հոգեբանական, հուզական կախվածության մասին։ Առողջ հարաբերությունները ենթադրում են մենքի գաղափար, բայց միևնույն ժամանակ հստակ սահմանների տարանջատում՝ ես եւ դու։ Եվ առողջ հարաբերությունների մեջ անձը պահպանում է իր ամբողջականությունը։ Եթե փորձենք ավելի տեսանելի նայել, ապա կախվածությունը իրենից ենթադրում է հետևյալը. ես վախենում եմ ինձ կորցնել, առողջ իրական սերը ենթադրում է հետևյալը. ես գիտակցում եմ իմ ամբողջականությունը եւ ես քեզ սիրում եմ, սակայն ես չեմ պատրաստվում իմ ինքնությունը կորցնել այս հարաբերությունների մեջ։ Կախվածությունը ենթադրում է. ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե չկորցնեմ քեզ, առողջ եւ իրական հարաբերությունները պահանջում է հետեւյալը. մենք սիրում ենք միմյանց, ես ապրում եմ իմ կյանքը, ես կարող եմ գոյատևել առանց քեզ, սակայն ես որոշել եմ իմ կյանքը կիսել քեզ հետ եւ մեր ընդհանուր նպատակը միասին զարգանալն է, միասին աճելը, այլ ոչ թե սեփական անձը զոհաբերել հանուն հարաբերությունների։ Եթե գալիս ենք կախվածություններում առկա հուզական ամենատարբեր տատանումներին, որովհետև առողջ հարաբերություններն ու սերը պայքար չեն ճանաչում։ Սերը չի ենթադրում առևտուր, սերը չի ենթադրում ապացուցել անընդհատ, որ սիրում ես եւ գնալ զոհաբերությունների, իսկ կախվածության մեջ ահա այդ բոլոր կետերը ի տարբերություն առկա են։ Կախվածությունը շատ հաճախ չի սկսում իհարկե միանգամից այն բոլոր ազդակներով եւ կարմիր դրոշակներով, որոնք կարող ենք ուշադրություն դարձնել եւ հաճախ նմանատիպ հարաբերությունները կարող են սկսել շատ ավելի գունավոր, ռոմանտիկ, գեղեցիկ եւ աստիճանաբար դա կարող է դառնալ պարտադրանք, կարող է դառնալ վերահսկողություն եւ աստիճանաբար կարող ենք բախվել այն ամենին, ինչը մեզ համար գուցե ի սկզբանե հարաբերությունների սկզբում տեսանելի չէր։ Եվ որպեսզի կարողանանք այդ ամենը արդեն իրականության բախվելուց հետո փորձենք տարանջատել, շատ կարևոր է, որպեսզի ընդամենը մենք կարողանանք ինքներս մեզ հարց տանք. այս հարաբերությունների մեջ ես ավելի շատ կորցնում եմ ինձ, թե գտնում եմ ինձ։ Հիմնականում կախվածությունների պատճառները, ինչպես եւ ամենատարբեր հոգեբանական խնդիրների պատճառները բնականաբար փնտրում ենք եւ գտնում ենք մանկության տարիներից։ Եթե մանկության տարիներին մեր ինքնագնահատականը պայմանավորված է եղել այս կամ այն մեծահասակների եւ մասնավորապես մեր ապահովությունը եւ բազային պաշտպանությունը բնականաբար լինում է ծնողներից, եւ եթե նրանց սերը մեր հանդեպ եղել է որոշակի պայմաններով, ապա մենք հետագա կյանքում սովորում ենք, որ պետք է վաստակենք մեր հանդեպ վերաբերմունքը, որ պետք է վաստակենք ընդունված լինելը, որ պետք է վաստակենք գնահատված լինելը եւ կարծես մեզ համար դիմացինի հավանությունը մեր անձի հանդեպ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք մեր ինքնագնահատականը բարձրացնել։ Եվ որպես կանոն կախվածությունների հիմքում սովորաբար գտնվում է այն մարդը, ով ընտրում է ոչ թե դիմացինին, ընկնում է հուզական կախվածության մեջ դիմացինից ոչ թե նրա համար, որ դա ընտրում է, այլ որովհետև
որովհետև այստեղ խոսում է մանկության ցավը եւ դա մեր կողմից գիտակցված չէ։ Այսինքն ես նորից ապրում եմ այն բոլոր սցենարները, որոնք եղել են այնտեղ, որոնք մնացել են որպես կիսատ պահանջմունքներ եւ ես ենթագիտակցորեն սկսում եմ անընդհատ սցենարը խաղարկելու արդյունքում ունենալ այդ նույն հուզական ապրումները։ Հետևաբար, եթե գալիս ենք ավելի մանկության տարիներից, այստեղ շատ հաճախ մենք կարող ենք բախվել իրավիճակների, որտեղ պետք է գնահատականներ ստանամ, որպեսզի վաստակեմ սերը, պետք է լավ վարք ունենամ, որպեսզի վաստակեմ սերը, որտեղ ծնողներից երկուսի կամ որևէ մեկի էմոցիոնալ ավելի սառը վերաբերմունքը կարող է լինել, որտեղ որ էմոցիոնալ տատանումները պայմանավորված են նրանով, որ ծնողը միգուցե երկարատև ժամանակ չի տվել երեխային այն թեկուզ բառերի մակարդակում այն սերը, այն թևերը, որի կարիքը երեխան ունեցել է եւ շատ հաճախ երեխան կարծես երկարատև սպասել է փոքրիկ այդ ջերմության պահերին եւ հուզական կախվածության ժամանակ կարծես այդ տառապանքի եւ հաճույքի շղթան անընդհատ շարունակում է, այսինքն ես դիմանում եմ անընդհատ այդ տառապանքին, որպեսզի կարճատև հաճույքները կարողանան վայելել եւ այդ կարճատև հաճույքը կարող է լինել օրինակ դիմացինի ուղակի կարճ ասված շնորհակալությունը կամ գլխի այսպիսի հավանության շարժումը, որը ինձ համար կրկին այդ ցիկլը կարող է շարունակել եւ այստեղ շատ հաճախ ասում ենք, որ հուզական կախվածության դեպքում իրականում հանդիպում են ոչ թե երկու վատ մարդիկ, այլ երկու տրավմա ունեցող մարդիկ հաճախ, որոնք փորձում են մեկը մյուսի միջոցով լրացնել այն դատարկությունը, որն իրենց ներսում կա եւ արդյունքում շատ հաճախ հենց այնտեղից գալիս է կորցնելու վախը, գալիս է մենակ մնալու վախը, այսինքն եթե չլինի դիմացինը, ես կբախվեմ այն նույն դատարկությանը, որը չեմ ուզում տեսնել։ Իրականում շատ հաճախ մենք հուզական կախվածության մեջ դիտարկում ենք զոհին եւ դիտարկում ենք այն կողմին, որը դիմացինին գցում է կախվածության մեջ, սակայն եթե ավելի խորքային դիտարկենք, այո, սա հաճախ լինում է փոխկախվածություն։ Անկամ այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ որ դիմացինը կարող է օգնել, դառնալ փրկիչ այդ հարաբերությունների մեջ եւ այլն, միշտ կողմերի հարաբերությունների մեջ երկու կողմն էլ ունեն իրենց շահը։ Այսինքն խնդիրը հաղթահարվում է այն կետում, որ կետում մենք հասկանում ենք, որ այս դերն այլևս ինձ համար չէ եւ ես չեմ ցանկանում այս դերում լինել, բայց միանշանակ ասել, որ կախվածության մեջ գցող մարդը հոգեպես առողջ է, իհարկե կիրառում է բոլոր մանիպուլյացիաները, կարողանում է լինել այդտեղ, բայց այստեղ հարց է առաջանում, ինչու է ինձ հարկավոր ինչ որ մեկին գցել այդ կախվածության մեջ, որովհետեւ կախվածության մեջ գցելու արդյունքում ես ունենում եմ վերահսկում, ես ունենում եմ դիմացինի կյանքը կառավարելու շատ հաճախ միտքը եւ այլն, եւ այն մարդով ինքն իրենով ներդաշնակ է ու երջանիկ է, շատ հաճախ կարիք չունի ուրիշի կյանքը կառավարելու, ուրիշի կյանքը վերահսկելու, այսինքն այստեղ դիմացինը եւս իր հոգեբանական այս կամ այն խնդիրները փորձում է լուծել մյուսի հաշվին։ Մենք կարող ենք հասկանալ մենք կախվածության մեջ ենք թե ոչ, եթե լսենք եւ ուշադիր լինենք այն բոլոր ազդակներին, որոնք մեզ հուշում են, որովհետեւ շատ հաճախ մենք սպասում ենք փաստերի բացառելու կամ հաստատելու մեր ներքին զգացողությունները, բայց շատ հաճախ ինտուիտիվ առումով մենք շատ ավելի վաղ ենք զգում այդ բոլոր ազդակները, ինչը անտեսում ենք, որտեղ մեզ խաբում ենք, որտեղ արդարացնում ենք, որտեղ հույս ենք ունենում, որ մենք ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ դեր կխաղանք, ինչ-որ բան կփոխենք, դե լավ կհամբերենք, դե լավ կսպասենք եւ այլն եւ հավերժ հետաձգում ենք այն ժամանակը եւ լռեցնում ենք մեր ներքին ձայնին, իսկ իրականում երբ արդեն բախվում ենք խնդիրներին, հասկանում ենք, որ սա այն էր։ Այսինքն մենք տարբեր փուլերում իրականում այդ ազդակները ստացել ենք դիմացինից, բայց մենք գուցե նաեւ գիտակցաբար դա անտեսել ենք, վստահելով, որ ինչ որ բան կարող ենք փոխել։ Երբևէ բնականաբար մենք մեզանից դուրս գտնվող որևէ մարդու փոխել չենք կարող, եթե մարդը դա չի ուզում, եւ որpիսի մենք կարողանանք հստակ տարբերել կախվածությունը ոչ կախյալ հարաբերություններից, ապա պետք է զույգի հարաբերություններից մինչև ամենատարբեր մարդկային փոխհարաբերություններ դիտարկենք, որ օրինակ մենք դիտարկում ենք խանդը կին եւ տղամարդ հարաբերությունների մեջ, բայց կարող ենք խանդի դրսևորումներ տեսնել նաեւ ընկերուհիների մեջ, ընտանիքի անդամների մեջ եւ այլն, խանդը հավասար չէ սիրո։ Վերահսկողությունը հավասար չէ հոգատարության, մշտական տառապանքը հավասար չէ սիրո եւ խնդիրը գալիս է նրանից, երբ մենք փորձում ենք նմանատիպ ինքնախարազանող բոլոր հույզերը շփոթել սիրո հետ, որովհետեւ մենք չունենք առողջ սիրո կոնցեպտը։ Իհարկե, այստեղ առողջ սիրո կոնցեպտի բացակայության հետքերն էլ պետք է գնանք փնտրելու էլի մանկության
ամենատարբեր իրավիճակներում եւ ամենակարևոր մոդելի մեջ այն է սեփական ծնողների սիրո մոդելը, որի արդյունքում էլ մեզ մոտ հենց առողջ սիրո մոդելը եւ կոնցեպտը ձևավորվում է։ Ինչպես արդեն նշեցի, խանդը հավասար չէ սիրո եւ խանդը տվյալ անձի խնդիրն է եւ այստեղ խանդի հիմքում պետք է փնտրել բոլոր այն պատճառները, որոնք կան, դա անինքնավստահության խնդիրն է, երբ ես վախենում եմ կորցնել, այսինքն երբ մտածում եմ, որ դիմացինը կարող է շփվել, կարող է փոխհարաբերվել ավելի արժանի մեկի հետ, քան ես ինքս եմ։ Խանդը կարող է պայմանավորված լինել նախկին կենսափորձով, այսինքն երբ կյանքում եղել են վստահության պահեր, երբ եղել են հիասթափություններ, երբ անձը իր համար որդեգրել է այլևս չվստահել աշխարհին, որտեղ աշխարհն իր համար կարող է լինել վտանգավոր։ Խանդը կարող է պայմանավորված լինել ծնողների փոխհարաբերությունների մոդելով, որով երեխան տեսել է խանդող ծնող, անընդհատ ապացույցներ որոնող մյուս ծնող եւ արդյունքում վարքի ձևը իր համար դարձել է որպես օրինաչափ։ Խանդը կարող է պայմանավորված լինել սեփականատիրական մոտեցմամբ, երբ անձը հարաբերությունների մեջ առողջ սահմանները չի դնում եւ այն ինձ է պատկանում, ուրեմն պատկանում է ինձ եւ ես դա կիսել չեմ կարող։ Այսինքն դրանցից եւ ոչ մեկը առողջ սիրո հետ առհասարակ կապ չունի։ Ինչպես նշեցինք, հոգեբանական խնդիրները իրենց արտացոլանքը կարող են գտնել մեր մարմնում, իսկ մեր մարմնի ազդակները շատ կարևոր են եւ մեզ հուշում են, թե մենք ինչ ճնշած հույզեր ունենք այնտեղ եւ ամենատարբեր ֆիզիկական դրսևորումների արդյունքում պետք է հասկանանք, թե այդ ամբողջ հարաբերությունները մեզանից ինչ են խլում, այսինքն արտաքին հարմարվողականության տակ անձը կարող է իրականում կուտակել իր ներսում ամենատարբեր չհաղթահարած խնդիրները, վիրավորանքները եւ հոգեմարմնային խնդիրները հուշում են մեզ, որ մենք այնտեղ, այսինքն շատ հաճախ օրինակ նույն գլխացավերի մեջ եթե դիտարկում ենք, ասում ենք հանգիստ գլուխը չի ցավում, չէ՞, երբ մենք ունենք ներքին կոնֆլիկտ, երբ մենք անընդհատ մեր մտքերով ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս, երբ մենք ունենք ճնշող մտքեր, ապա գլխացավերը սկսում են ազդակ լինել այն ամենի, ինչը մենք այնտեղ ունենք չլուծած։ Եթե մենք մեր կոկորդում ունենք կուտակած չասված խոսքեր, չարտահայտած հույզեր, չգոռացած գոռոցներ, այսինքն դրանք այն բոլոր էմոցիաներն են, որոնք մենք հարաբերությունների ժամանակ հարմարվել ենք, զիջել ենք, հանդուրժել ենք եւ մեր մարմինը դարձել է այդ բոլոր ճնշված էմոցիաների կրողը եւ շատ հաճախ երկարատև դիմակայության եւ այլնի արդյունքում, որտեղ ստրեսային իրավիճակներում մենք կարող ենք շատ երկար դիմանալ եւ այդ ուժեղ լինելու արդյունքում շատ ավելի խոցելի կարող ենք լինել եւ այդ խոցելիությունը ընդհանրապես մի ակնթարթում մեր կյանքում կարող է ճակերտավոր ասած մեզ միանգամից տապալել։ Եվ այս դեպքում շատ կարևոր է հասկանանք, որ եթե կա արդեն ֆիզիկական խնդիրը եւ եթե մեր առողջությունը մեզ համար իսկապես կարևոր է, ապա կարողանանք տվյալ պահին տարանջատել ինչ է ինձ հարկավոր հենց այդ բոլոր խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, որովհետեւ երկարատև նմանատիպ ստրեսային իրավիճակները մարդու համար շատ հաճախ սուր ստրեսային իրավիճակ, երբ նա կախյալ հարաբերություններից դուրս է գալիս, որոշումը գուցե դժվարությամբ բայց կայացնում է, հետևանքների հետ շատ ավելի հեշտ կարող է աշխատել, ապրել, վշտի բոլոր փուլերը հաղթահարել, ինքն իրեն մեղադրել, դիմացինին մեղադրել, ապրել այդ իրականության դժվար փուլը, որովհետև իրականության ընդունում իհարկե ցավոտ է, բայց միայն իրականությունը ընդունելուց հետո դու կարողանում ես երկարատև դատարկության, կարոտի հետ աշխատել եւ կարողանում ես դա լցնել։ Իսկ ստրեսային իրավիճակներին երկարատև դիմանալը իրականում մեր օրգանիզմից շատ էներգիա է խլում եւ այս դեպքում մենք դառնում ենք ռեսուրսների առումով ուղղակի կարող ենք սպառվել եւ այս դեպքում շատ կարեւոր է հենց նմանատիպ արդեն անդունդային իրավիճակում հասկանալ, թե որտեվ ամեն ինչ բնականաբար ընտրության հնարավորություն է տալիս մարդուն եւ անգամ թերապևտիկ դաշտում թերապևտը չի կարող ուղղորդել մարդուն դուրս գալ այդ հարաբերություններից, եթե նա այդ հարաբերությունները ամեն դեպքում ընտրել է եւ գիտակցության դաշտ բերելուց եւ բոլոր բացասական հետևանքները իր համար գիտակցելուց հետո միևնույն է որոշում է եւ շարունակում է մնալ այդ հարաբերությունների մեջ։ Այսինքն, եթե մենք գալիս ենք հոգեբանական պատճառներից, որտեղ հոգեբանական պատճառները տեղ են գտնում արդեն մեր օրգանիզմում, մեր մարմնում, ընդհանուր միջև կարող ենք հանդիպել օնկոլոգիական խնդիրների, որոնք որ այսպես ասած գուցե մտածում ենք, որ այդտեղ հոգեբանական որևէ խնդիր չկա, սակայն շատ օնկոլոգիական խնդիրների հիմքում ընկած են մեր կուտակած վիրավորանքները, երբ մենք փորձում ենք մեղադրանքը կուտակել մեր ներսում, բայց փորձում ենք նաև դիմացինի համար գտնել արդարացումներ եւ արդյունքում մեր ծնողին ուղղված կլինի, մեր ընկերոջը ուղղված կլինի, մեզ համար հարազատ մարդուն ուղղված կլինի, հաճախ մենք ունենում ենք մեղքի զգացում,
սիտուացիում, երբ դիմացինի հանդեպ կարող ենք մեղադրանք ունենալ, եւ այդ մեղադրանքը ավտոմատ ուղղակի տատիկի սունդուկում պահում ենք եւ սկսում ենք իր համար փնտրել արդարացումներ։ Իսկ արդյունքում մեր օրգանիզմը մեզ հուշում է, որ մենք ունենք մեզ համար չապռվեց եւ չհաղթահարած այս կամ այն հոգեբանական խնդիրները։ Ցանկացած բուժում պահանջում է երկկողմանի մոտեցում եւ այս դեպքում նախ կարեւոր է թե որ փուլում են հարաբերությունները գտնվում եւ արդյոք երկու կողմն էլ պատրաստ է այդ հարաբերությունների համար աշխատել, այլ ոչ պայքարել։ Ինչպես արդեն նշեցի, եթե մենք խոսում ենք առողջ հարաբերությունների մասին, առողջ հարաբերությունները պայքար չի ենթադրում։ Մենք հաճախ ոչ առողջ հարաբերությունների մեջ կարող ենք օրինակ սիրային հարաբերությունների մեջ լսել հետեւյալը. մեր հարաբերությունների մեջ կիրք կա, այլ նմանատիպ հարաբերությունների մեջ անդադ կոնֆլիկտներ կա եւ այլն, սրանք խոսում են էմոցիոնալ պատերազմների մասին։ Եվ եթե մենք իրական հարաբերություններ ենք դիտարկում, իրական հարաբերություններ պետք է տան ապահովության զգացում, պետք է տան վստահություն, պետք է տան վաղվա օրվա մասին, ապագայի մասին տեսլական մեր ցանկացած հարաբերությունների կոնտեքստում։ Եվ եթե դա դրված է վտանգի տակ եւ որևէ մեկը սկսում է դրանում կասկածել, այստեղ հարց է առաջանում. արդյոք երկու կողմն էլ պատրաստ են դրան, որովհետեւ որպես կանոն կողմերից միայն մեկը կարող է խնդիրը տեսնել, որովհետև մենք կարող ենք կողմերից մյուսում, մասնավորապես այն կողմը, որը կախվածության մեջ է գցում դիմացինին, ունենալ ոչ առողջ ինքնաքննադատություն, որովհետև կախյալ հարաբերություններին բնորոշ է հետևյալը՝ դու ես մեղավոր, դու ինձ ստիպեցիր, դու եթե սա չանայիր, ապա սա տեղի չէր ունենալ, այսինքն պատասխանատվություն է դնել դիմացինի ուսերին եւ շատ հաճախ որպես կանոն, քանի որ կողմերից մյուսը լինում է ավելի թույլ եւ խոցելի, այս դեպքում իր ուսերին դրված պատասխանատվությունը ուղղակի մեխանիկորեն վերցնում է եւ դառնում է այդ ամբողջ հարաբերությունները փրկողի դերում եւ եթե թերապևտիկ աշխատանքի դիմում են կամ որոշում է այդ խնդիրը լուծել միևնույն է այն կողմը, որը ամբողջ մեղքը, այսպես ասած, վերցրել է իր վրա, միևնույն է դա չի նշանակում մյուս կողմի խնդիրները լուծել։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք հարաբերությունները բուժելու եւ առողջացնելու մասին, ապա այս դեպքում կարևոր է երկուսի մասնակցությունը եւ շատ հաճախ, ինչպես ամեն մի կախվածության դեպքում, եթե մյուս կողմը հանդիպում է վտանգին, հանդիպում է նրան, որ օրինակ երկար խոսեց այն մասին, որ հարաբերությունները կխզի, բայց հիմա իսկապես ես վտանգը հասկանում եմ ու կորցնելու վախը կարող է իսկապես դիմացինին սթափեցնող լինել եւ պատրաստ լինի հարաբերությունները առողջացնել, մինչ հարաբերությունները առողջացնելը նախ պետք է աշխատի ինքն իր հետ, որովհետեւ ցանկացած հարաբերությունների կողմ, ինչպես նշեցի, ունի երկու կողմ եւ յուրաքանչյուրը իր հերթին ունի իր ներանձնային խնդիրները եւ որpիսի մենք շեշտը չդնենք հատկապես հարաբերությունների կարգավորման վրա, մենք պետք է շեշտը դնենք յուրաքանչյուր կողմի առանձին վերականգնման եւ բուժման վրա եւ արդյոք մարդը պատրաստ է սեփական խնդիրներին իսկապես նայել, առերեսվել եւ այդ խնդիրներին տալ լուծում եւ գիտակցել, որ ցանկացած հարաբերություն դա պատասխանատվություն է, պատասխանատվություն ասելու ես սխալվեցի եւ իմ սխալը ընդունում եմ, պատասխանատվություն ասելու ես եմ պատասխանատու քո այսօրվա հույզերի կամ քո տրամադրության կամ այս իրավիճակի համար եւ եթե մարդը պատրաստ է գնալ եւ քայլել այդ ճանապարհը, ուրեմն այո, հնարավոր է այդ հարաբերությունները բուժել, եթե երկուսի ներգրավվածությունը կա։ Եթե մենք արդեն խոսում ենք հետևանքների մասին, այլ է, բայց շատ կցանկանամ, որպեսզի իսկապես մենք սահմանները դնելու առումով կանխատեսելի դարձնենք նման հարաբերությունների մեջ չմտնելը։ Այսինքն, որպեսզի մենք մեծացնենք այնպիսի երեխա, ով նմանատիպ հարաբերությունների մեջ երբեք չի մտնի եւ թույլ չի տա, որպեսզի դառնա կախյալ կողմ, ապա այդ բոլոր կողմերը պետք է զարգացնել իրականում հենց մանկության տարիներից սկսած։ Ինչ է տեղի ունենում շատ հաճախ, երբ մենք ճակերտավոր ասած ընտանիքում երեխային կարող ենք կոտրել, բայց պահանջենք, որ դրսում կարողանա ինքնապաշտպանվել։ Մենք երեխային կարող ենք անձնական վիրավորանքներ տալ եւ հետո նեղվել կամ ասել, որ իրավունք չունի մեզ պատասխանելու։ Եվ շատ հաճախ դա ուղղակիորեն բնականաբար զուգորդված է, եւ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի հետագայում մեր նույն երեխան արդեն հասուն տարիքում կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել, կարողանա իր տեղը եւ դերը ճիշտ հաստատել, ապա մենք պետք է թողնենք, որ ընտանիքում իմ հետ հարաբերություններում դա եւս կարողանա կառուցել։ Այսինքն պետք է թողնենք, որ եթե ինձ հետ համաձայն չէ, ապա դա կարողանա բարձրաձայնել, այլ ոչ թե ասենք ես մեծ եմ ու քեզանից ավելի լավ գիտեմ, ձայնդ կտրի դու դրա իրավունքը չունես։ Այսինքն, եթե մենք սահմանափակեցինք, հետագայում սցենարով գտնելու է մարդկանց, ովքեր իր հետ վարվելու են նույն կերպ։ Հետևաբար ցանկացած նմանատիպ իրավիճակ ավելի լավ է հենց ի սկզբանե կանխարգելել, իհարկե այստեղ նաև պետք է գանք ծնողի իրավագիտակցությանը, ծնողի դաստիարակությանը, ծնողի նույն զոհի կերպարին, որը կարող է երեխայի համար դառնալ ընդունելի եւ նա
նա այս սցենարը կարող է շարունակել եւ սեփական անձի մոդելը եւ հարաբերությունը, երբ նույն տղա երեխան տեսնում է հայրիկ, ով հարգանքով վերաբերում իր մայրիկի հանդեպ, դա դառնում է իր համար մոդել եւ կարիք չկա, որպեսզի հայրիկը իրեն ամեն օր ասի, այ կանանց հանդեպ այսպեսի վերաբերմունք ունենաս, նա դա երեխայի համար դա տեսանելի է եւ երբ մենք տալիս ենք նրան հաջողության բոլոր բանալիները եւ բանաձևերը, հետագայում մենք ապահովագրված ենք, որ երեխան չի փնտրի եւ չի գտնի այնպիսի հարաբերություններ, որոնք խաբկանքի նման են իր համար, որոնք կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ իրեն թվա, որ ինքը հասկացված է։ Այսինքն շատ հաճախ նույն դեռահասության փուլում ինչպես է ունենք չհասկացված լինելու զգացում, փնտրում ենք հարաբերություններ, որտեղ մեզ համար թվացial վերաբերմունքը, թվացial մեր հանդեպ որոշակի գովեստի խոսքերը անգամ ոչ ընդունելի որոշակի վարքագիծը մեզ համար կարող է լինել այնպիսին, որ մենք գնանք դեպի այդ հարաբերություններ։ Հետևաբար ընտանիքում եւ երեխայի տարիքային զարգացման մեջ պետք է ձևավորել այն առողջ հարաբերություններն ու այն առողջ որակները, որպիսի հետագայում արդեն հասուն տարիքում բոլոր ընտրությունները երեխայի համար իսկապես լինեն առողջ, այլ ոչ թե մանկության կիսատությունների լրացման կարևոր աղբյուր։ Քանի որ կախվածությունների հիմքում ընկած է անձի թերարժեքությունը եւ անինքնավստահության խնդիրը, ապա կանխարգելելու համար նմանատիպ հարաբերությունները նախ եւ առաջ պետք է աշխատենք սեփական ինքնավստահության բարձրացման վրա, որովհետեւ եթե ես ինձ չեմ սիրում բավարար, ես մի սպասելու եմ, որ ինձ սիրեն։ Եվ կարևոր չէ թե այդ սերը ինչպիսին է, դա ինձ համար դառնում է պարգևատրում։ Եթե ես ինձ չեմ ընդունում, սպասում եմ, որպեսզի լինեմ ընդունված։ Եթե ես ինձ չեմ գնահատում, ապա անդադ սպասում եմ, որպեսզի լսեմ գովեստի խոսքեր եւ դրանով գնահատեմ եւ ունենամ իմ անձի հանդեպ վերաբերմունքը։ Ուստի շատ կարեւոր է, որպեսզի առաջին հերթին սլաքը ուղենք դեպի սեփական անձը եւ ցանկացած խնդիրների մեջ հասկանանք, թե ինչու է այս խնդիրը եկել իմ կյանք։ Եթե ունենք աղյալ հարաբերություններ, ապա շատ հաճախ այդ հարաբերություններից դուրս գալու կամ այդ հարաբերությունների մեջ գտնվելու արդյունքում մենք կարող ենք ունենալ ափսոսանք, կարող ենք ունենալ մեղադրանք, կարող ենք ունենալ ինքնամեղադրանք, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, բայց կցանկանամ, որ մի պահ կանգ առնենք եւ մտածենք, ինչու է եկել այս խնդիրը։ Եկել է մեր կյանք, որպեսզի մեր կյանքում եւ մեր ներսում շատ բաներ կարողանանք փոխել եւ շատ հաճախ հենց կախվածության արդյունքում մեր դիմաց գտնվող մարդը հաճախ կարող է մեզ համար լինել հայելի, տեսնելու այն բոլոր խնդիրները, որոնք մենք տարիներ շարունակ գուցե անտեսել ենք, տարիներ շարունակ շրջանցել ենք եւ հիմա լավագույն հայելին ունենք մեր դիմաց, որպեսզի տեսնենք, թե ինչը պետք է մեր մեջ ամրացնենք, զարգացնենք եւ կարողանանք շնորհակալ լինել այդ հարաբերություններին, որ այդ հարաբերությունները ինձ հիշեցրեցին, որ ես կարող եմ այսուհետ ուշադրություն դարձնել ինքս ինձ, աճեցնել, զարգացնել եւ ի վերջո լսել այն բոլոր պահանջմունքները, որոնք տարիներ շարունակ իմ ներսում ուղղակի կարողացել եմ ճնշել եւ նմանատիպ հարաբերությունները իրականում ոչ միանշանակ կարող են ունենալ ելքեր մարդկանց ընտրության արդյունքում եւ շատ հաճախ կարող են գտնել քննադատություններ, գնահատականներ հենց այդ հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց, սակայն ոչ բոլորն են պատրաստ անգամ իմանալով, տառապելով, գիտակցելով, որ այդ ամենը իրենց կյանքից խլում է ամեն ինչ, միևնույն է կայացնել այդ որոշումը այդ իրավիճակից դուրս գալու եւ այստեղ էլ շատ կարեւոր է այն բոլոր մարդկանց օգնությունը, ովքեր մեր կողքին գտնվում են, ովքեր կարող են մեզ օգնել, ուսին մենք կարող ենք հենվել, ովքեր ոչ թե մեզ կքննադատեն այս կամ այն հարաբերությունների դեպքում մեր իրավունքների պաշտպանության, մեր հստակության, մեր սկզբունքների եւ մեր որոշումների համար, այլ իսկապես մեր ձեռքը կբռնեն եւ անգամ եթե երկարատև այդ հարաբերությունները եղել են սխալ, միևնույնն է կգտնենք մարդկանց, ովքեր մեզ հասկանում են, որովհետեւ ցանկացած նման հարաբերություններից դուրս գալու որոշման կայացման համար մեզ իսկապես անհրաժեշտ են աջակից մարդիկ։ Իրականում ինչու ենք հենց կարևորում մասնագիտական աջակցությունը, որովհետև այո, կախյալության մեջ գտնվող մարդը կարող է բողոքել իր կյանքից, կարող է ընդհուպ միջև օրինակ հարաբերությունների մեջ ֆիզիկական եւ հոգեբանական ամենատարբեր բռնությունների ենթարկվել, բայց շատ հաճախ այո, մարդը գտնում է այդ հարաբերությունների մեջ, որովհետև չի գիտակցում, որ այդ հարաբերությունները հենց կախվածությունն է, հուզական կախվածություն է եւ դա երբ շփոթում ենք նվիրվածության, հոգատարության, մտերմության հետ եւ փորձում են գտնել արդարացումներ, ահա այս սահմանը ինչու ենք հոգեբանական աշխատանքում ամենակարևոր հենց կետը համարում գիտակցելը խնդրի, քանի դեռ անձը չի գիտակցել, որ դա խնդիր է իր համար, նա տարիներ շարունակ կարող է գտնվել այդ հարաբերությունների մեջ եւ անգամ իր ամբողջ կյանքը ապրել այդ հարաբերությունների մեջ, այդպես էլ չգիտակցելով, որ դա իր համար խնդիր էր։ Եվ եթե մենք արդեն դիտարկում ենք
տրանսգեներացիոն փոխանցվող խնդիրների մեջ հաճախ նմանատիպ խնդիրները կարող են անգամ փոխանցվել հարաբերությունների մեջ, այնքան մինչև օրինակ սերունդներից որևէ մեկը որոշում է այդպեսին չլիներ հարաբերությունների մեջ փրկիչ, չլիներ հարաբերությունների մեջ զոհ, այսինքն առողջ իր սահմանները կարողանալ գծել, որպեսզի նմանատիպ հարաբերությունները այլևս չլինեն, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձը գիտակցում է, որ դա իր համար խնդիր է։ Դիմելով ռադիոլսողներին կասեմ, որ որպեսզի զերծ մնանք բոլոր տեսակի խնդիրներից եւ ոչ առողջ հարաբերություններից, ունեցեք առողջ սեր ինքներդ ձեր հանդեպ։ Սովորեցրեք ձեր երեխաներին սիրել իրենց, գնահատել իրենց ձեռքբերումները, գնահատել իրենց, իսկ դա հնարավոր է միայն ձեր միջոցով, հարգելի ծնողներ, մեծացրեք այնպիսի ճիշտ արժեհամակարգով երեխաներ, որպեսզի հետագա կյանքում չբախվեն այնպիսի խնդիրներին, որպեսզի հետևանքների համար մտածենք, ինչպես հետևանքները վերացնենք, այլև իսկապես վստահենք եւ ապահովագրված լինենք նրանում, որ ճիշտ կկառուցեն իրենց կյանքի բոլոր ուղղությունները։